Սպասելով սպասեցի Տիրոջը, ու ծռեցավ ինձ լսեցի մաղաքը, զիս կորսյան փոսեն, տղմալից կավից հանեց, ոտքերես բեմյուրա մրացուց, քայլվածքս հաստատեց, ու բերանս դրավ նոր երկ, մեր Աստծուն գոհություն, շատերը տեսնեն պիտի ուրախանան ու Տիրոջ պիտի ուսան։ Ես Սաղմոս Դավիթին է, եթե մարդը չի հավատում, որ կա կենդանի Աստված, և նա աղոտ լսող Աստված, հետո մարդը դիրա մեղավորությունը ճանաչի, որ ոտիկան Աստծու։ Աստված տեսեկում ասովորացնում իրա ճանապարհները։ Տերը բարի ուղիղ է, անոր համար մեղավորներին կսովորեցներ ճամփա։ Ով որ մեղավոր ասում իրան, նրան Տերը սովորացնում է իրա ճանապարհը։ Ամբողջ հավատքի ուղղությունները սա է եղել։ Առաջին Կորինթացիս 6:17-ում գրած է, ան որ Տիրոջ կմոտենա, նրա հետ մեկ հոգի կգա։ Նրա հոգին սուրբ է։ Ուզում եմ մեր հոգին էլ սուրբ է, որ ձուլի իրար հետ։ Աստծո նպատակն է, ես ու դու մեկանանք իր հետ։ Մեր ես կավից ազատին ես։ Դրա համար դու կարող աղոթես չհասկանաս։ Նա Տերը գիտի երբ պատասխանի քեզ, երբ քեզ վիճակից հանի։ Ստեղ կարդում ենք, սպասելով սպասեցի Տիրոջը։ Չգիտեմ քանոր է սպասել, քանի ամիս է սպասել, ինչքան աղաղակել, չի գրված դա, բայց գրած է, սպասելով սպասեցի Տիրոջը, ծռեցավ ինձ լսեցի մաղաքս։ Եթե դու Աստծուն հաճելի ձևով աղոթք կանես, քո տան մեջ էլ աղոթք կանես, Աստված քո աղոթքը կլսի։ Այս աղոթքը ես ժամանակին արել եմ եւ կաներ քուրեր, բայց ես Սաղմոսի տեղը չեմ իմացել։ Ես ողբում է արցունք էի թափում, ասում եմ գիտեմ որ դու ինձ սիրում ես, գիտեմ դու իմ աղոթքը լսող Աստված ես, ես քեզ եմ սպասում, ուրիշ ոչ մեկի սպասելու կարիք չունեմ։ Մարդին մեղքից, իրանցից, մարմնից ազատողը միայն Հիսուսն է։ Ասենք փառք իրան, նա է ազատողը քեզ։ Դու կանչի իրան, աղաղակի իրան, դիմի իրան։ Տերը կլսի քո արցունքները։ Օրինակ երբ մի հատ հաղորդում եմ լսել, մի հատ եղբայր ինչ է պատմում։ Ասում է այդպես աղոթելով գնում էի, մեկ էլ մեծ շների խումբ հարձակման վրես։ Ասես անձիկ ուտեմ։ Ասում եմ կպա աղոթքի, ասի Հիսուս ջան, դու ես իմ հերը, այդ շները սենց 4 կողմս պատեցին, մի հատ շունչ կպամ ինձ, երկրորդ դեպմա պատմում, ասում եմ գնում էի տենց անտարով դեպ որտեղով, ասում եմ գնում էի, մեկ էլ մի վիշապոց, 3 մետրանոց հարսակա վրես, ասում եմ ես էլ չեմ տեսել ոցը, մեկ էլ ոտս կծեցի, դրա գլխի կողը ծրիցած, բայց աղոթք արեցի Աստված, այդ ոցին հեռացրեց ինձնից, եղբայրներ քուրեր, ով որ սպասում Աստծո աղոթքի, կանչում է նրանց սրտանց, Տերը աղոթք լսող Աստված է, աղոթքին պատասխանող Աստված է, ոչ մեկը քո աղոթքը չի կարող լսել ու պատասխանել, բացի Հիսուսից։ Եվ ուզում եմ քեզ հավատացնել, որպեսզի դու հավատաս քո Աստված աղոթք լսող Աստվածը, մի համար էլ կարդամ, որ դու այդ համարին հավատալով քո հավատքը զորանա։ Նա ինչ է գրած։ Որ մեզ փրկեց, սուրբ գոչումով կանչեց, ոչ թե մեր գործերի նայելով, ապա նախաստանության շնորհքի նայելով, Քրիստոսով մեզի տրվեցավ հավիտենական դարերից առաջ։ Հավիտենական դարերից առաջ մտածելա քո մեղքերը ների, քեզ ազատի, մեղքից, գերությունից ազատի, նոր չի մտածել նա աղոթք լսող Աստված է, նրան դիմենք, նա կլսի մեր աղոթքը
Եվ մեզ կավաստասեք ինչ ասում, զրեցավ լսեց իմ աղակս, զիս կորսյան հոսից, տղմալից էսկավից հանեց, ասենք պարկ է, ամեն աղոտքով,